Ողջույն 1498 թվականի մայիսի 20-ին պորտուգալական նավատորմիղը նավապետ Վասկո դա Գամայի ղեկավարությամբ հասնում է հնդկական Կալիկուտ նավահանգիստ։ Առաջին անգամ Եվրոպայից դեպի Հնդկաստան ծովային ճանապարհ է հաստատվում։ Ներկայացնեմ հետևյալ գրքերը։ Գրքի հեղինակը Ռոջեր Կրոուլի, Զավայևացելի։ Իր հրատարակել է Central Polygraph հրատարակչությունը 2017 թվականին։ Գրքի հեղինակը Ջորջ Բալակ, Լաստիցելի Ինդիյսկի վայրկյանը։ Իր հրատարակել է Central Polygraph հրատարակչությունը 2012 թվականին։ (1415 թվականին պորտուգալացիները գրավում են Սեուտա քաղաքը։ Դրանից հետո պորտուգալացի ինֆանտ Էնրիկեն, ով ավելի հայտնի է Հենրիխ ծովագնաց անվամբ, իր հետևից նավատորմիղներ է ուղարկում Աֆրիկայի արևմտյան ափով դեպի հարավ, դեպի Հնդկաստան ծովային ճանապարհ որոնելու։ Երկար եւ համառ փորձերից հետո պորտուգալացի նավապետ Վասկո դա Գամային հաջողվում է շրջանցել բարեհուսո հրվանդանը եւ մուտք գործել Հնդկական օվկիանոս։ Պորտուգալացիները հաստատելով ծովային ճանապարհ Հնդկաստանի հետ փորձում են առևտրային կապեր հաստատել Մալաբարի հնդկական պետությունների հետ։ Բայց շատ շուտով սկսում է հակամարտություն, որը պետք է տևեր մի քանի դար եւ իր հետ բերեր բազում պատերազմներ պորտուգալացիների, հոլանդացիների, անգլիացիների, ֆրանսիացիների միջև Հնդկաստանին տիրելու համար։ 1510 թվականին պորտուգալացի նահանգապետ Աֆոնսո դե Ալբուկերկին գրավում է Գոան, որը շուտով դառնում է պորտուգալական Հնդկաստանի կենտրոնը։ Հնդկաստանը ազատագրում է միայն 1961 թվականին։ 1602 թվականին ստեղծվում է հոլանդական արևելահնդկական ընկերությունը, որը շատ շուտով հաղթում է պորտուգալացիներին Հնդկաստանում եւ 17-րդ դարում Հնդկաստանում առևտուրը վերցնում իր հսկողության տակ։ 1600 թվականին Անգլիայի Ելիսաբեթ I թագուհու հովանավորությամբ ստեղծվում է անգլիական արևելահնդկական ընկերությունը, որը շատ շուտով Հնդկաստանում հաղթում է պորտուգալացիներին եւ հոլանդացիներին եւ առևտուրը վերցնում է իր հսկողության տակ։ Ֆրանսիայի Լուի 14 Բուրբոն թագավորի օրոք Ֆրանսիան մուտք է գործում Հնդկաստանում պայքարի մեջ։ Նահանգապետ Դյուպլեքսի օրոք Ֆրանսիան կարող էր Հնդկաստանում հաղթել Անգլիային, բայց սխալ որոշումների արդյունքում ի վերջո պարտվում է։ Անգլիացիները Ռոբերտ Կլայվի օրոք Հնդկաստանում վերջնական հաղթանակ են հասնում ֆրանսիացիների նկատմամբ։ Ի վերջո, երկար եւ համառ պայքարից հետո 1858 թվականին Հնդկաստանը դառնում է բրիտանական կայսրության մաս։ Մինչև 1947 թվականը։ Այսօր այսքանը այս հետաքրքիր թեմայի վերաբերյալ։ Շնորհակալություն ուշադրության համար։